Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Ես Ռազմիկ Մարտիրոսյանն եմ, այս թողարկմանը կներկայացնենք։ Կառավարությունն սկսում է թրիփի վերաբերյալ համաձայնագրի վավերացման գործընթացը։ Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Կալանավայրից իր հետ կապվող ընկերությունների փակման է անդրադարձել Գագիկ Ծառուկյանը։ Կառավարությունն սկսում է թրիփի վերաբերյալ համաձայնագրի վավերացման գործընթացը։ Նախագիծը կուղարկվի Սահմանադրական դատարան։ Չզեկուցվող նախագծով կառավարությունն առաջարկում է հավանություն տալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Նախագծով նախատեսվում է դիմել Սահմանադրական դատարան համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։ Սահմանադրական դատարանի կողմից դրանք Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի ազգային ժողով։ Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում։ Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Այս մասին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն է տեղեկացրել։ Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այժմ Հարլեմում են կատարելու վերջին ճշգրտումները եւ հասցեագրելու նույնիսկ ամենաաննշան թվացող հարցերը։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը։ Ինչպես խոստացել էինք, շատ շուտով այս աշնանը մեր քաղաքացիները կկարողանան ձեռք բերել ժամանակակից կենսաչափական սերնդի եւ անձնագիր եւ նույնականացման քարտ։ Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ։ Շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից։ Կալանավայրից իր հետ կապվող ընկերությունների փակման է անդրադարձել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Աշխատող բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են։ Հասկանում եք, թե դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների համար, երկրի կտրվածքով եւ ինչպիսի հարված է արդար քրտինքով վաստակող աշխատող մարդկանց համար։ Բոլորին հասկանալի է նաեւ, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի եւ ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ խուզարկվել և կապարակնքվել են։ Ընկերությունների աշխատակիցները վերջին օրերին պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում, պահանջելով հեռացնել կապարակնիքներն ու հնարավորություն տալ վերադառնալ աշխատանքի։ Եվրամիությունը Հայաստանում նոր առաքելություն կտեղակայի։ Այն կպայքարի հիբրիդային հարձակումների դեմ։ Ինչու ընտրություններից հետո եւ ինչ կփոխի նոր առաքելության տեղակայումն այս իրավիճակում։ Ինչ զարգացումներ սպասել Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում եւ ինչ քայլերի կարող է գնալ Ռուսաստանը։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։ Պարոն Բադալյան, Եվրամիությունը նոր առաքելություն կուղարկի Հայաստան, որը զբաղվելու է հիբրիդային հարձակումների դեմ պայքարով, ինչու ընտրություններից հետո եւ ինչ սպասել այս առաքելության գործունեությունից։ Հայտնի է, որ ընտրությունից առաջ էլ Եվրամիությունը նույն նշանաբանի ներքո հայտարարում էր Հայաստանին աջակցության մասին եւ այդ ժամանակ էր նաեւ հրապարակվում, որ մտադրիր են ոչ թե աջակցել միայն նախընտրական շրջանում, այլ նաեւ երկարաժամկետ տեղակայման խումբ գործուղել Հայաստան, առնվազն 2 տարի ժամկետով եւ մենք հիմա տեսնում ենք, որ իրագործում են դա։ Սա իհարկե Եվրամիության աշխարհաքաղաքական ռազմավարության առաջմղման մեխանիզմ է եւ Կովկասի ուղղությունը Եվրամիության համար դառնում է առանցքային, որովհետեւ ըստ էության դառնում է միակ կապը կենտրոնական Ասիայի հետ եւ միակ ճանապարհը դեպի կենտրոնական Ասիա, հաշվի առնելով, որ մերձավոր արևելյան եւ ծոցի ուղղությամբ կոնֆլիկտը բավականին բարդ իրավիճակ է ստեղծել Եվրամիության համար, Ռուսաստանի հետ հակամարտությունը պարզ է եւ այստեղ մեկնաբանության կարիք կարծես թե չկա եւ Կովկասյան ուղղությունը մտնում է միակ, այսպես ասենք, շատ թե քիչ կայուն հնարավորությունը Եվրամիության համար ստեղծել, ձևավորել այդ հաղորդակցային ուղիները եւ առաջ մղել իր շահերը։ Այստեղ առանցքային դեր է ստանձնել Հայաստանը, այսինքն Հայաստանը ոչ թե ինքն է ստանձնել այդ դերը, այլ մնացել է նաեւ այս իմաստով միակ ուղղությունը, որտեղ Եվրամիությունը գոնե առայժմ ունի աշխատանքի հնարավորություն։ Ադրբեջանը լրիվ այլ վարքագիծ է դրսևորում Եվրոպայի նկատմամբ, բավականին թանկ, այսպես ասենք, գին է առաջարկում Եվրամիությանը պայմանավորվելու համար, Վրաստանի հետ հարաբերությունների բարդությունը եւս հայտնի է եւ հիմա Հայաստանը մնացել է
աշխատանքային միակ, այսպես ասենք, լայն տարածությունը Եվրամիության համար։ Այս թեման շարունակելով, ինչ զարգացումներ սպասել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։ Ես կարծում եմ Եվրամիությունը շարունակելու է փորձել ամրապնդել իր դիրքերը Հայաստանում եւ ավելի, այսպես ասենք, ինստիտուցիոնալացնել գործիքակազմը, ընդլայնել։ Այդուհանդերձ իմ գնահատմամբ կա որոշակի փոխադարձ անվստահություն, որովհետեւ մեծ հաշվով այսօրվա իրավիճակը ես կարծում եմ գտնվում է ընդհանրապես տակտիկական մակարդակում եւ Երևանը իմ համոզմամբ, որքան էլ խոսում է ստրատեգիական ընտրության մասին, այդուհանդերձ չի կատարել այդ ընտրությունը եւ առհասարակ այստեղ այդպիսի ընտրության հնարավորություն էլ չկա, որովհետեւ Եվրամիության համար Հայաստանը արժեքավոր է, եթե դիրքավորվում է ընդգծված հակառուսականության տիրույթում, իսկ Հայաստանի համար դա խիստ վտանգավոր է։ Այս իրավիճակում ես կարծում եմ ներկայումս այդ ջերմությունը, որ հիմա տեսնում ենք, դրա նշանակությունը տակտիկական է։ Ավելի հեռանկարի իմաստով ես կարծում եմ կողմերը մեծ հաշվով չեն էլ պատկերացնում, թե ինչպիսի այլ հեռանկար կարող է ունենալ Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունը աշխարհաքաղաքական այսօրվա իրողություններից ելնելով։ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունը շարունակում է պահպանվել, Նիկոլ Փաշինյանի այցը եւս կարծես թե չմեղմեց իրավիճակը, ինչ սպասել այդ ուղղությամբ։ Կարծում եմ ընդհանուր առմամբ այդ ուղղությամբ իրավիճակը կշարունակվի, շատ թե քիչ այսպես տատանումներով դեպի ավելի լարում կամ դեպի ավելի մեղմացում, որովհետև ընդհանուր առմամբ այդ լարման նպատակը ըստիս այն է, որպիսի Ռուսաստանը, այսպես ասենք, առավել ապահովագրված լինի Հայաստանի միջոցով թիրախավորվելու ռիսկերից։ Այդ ռիսկերը Ռուսաստանի համար նշանակալի են, գիտենք, որ Եվրոպան տանելով իրավիճակը դեպի Ռուսաստանի հետ դիմակայության առավել թեժացում, խաղադրույք անելով այդ առավել թեժացման վրա, որպես թիրախավորման ուղղություն դիտարկում է նաև Կովկասը։ Եվ այստեղ Ռուսաստանը առանցքային այսպես ռիսկեր տեսնում է հայ-ռուսական ջերմ հարաբերության տեսքով, որովհետև այդ ջերմ հարաբերությունը նշանակում է Ռուսաստանի պատասխանատվություն, իսկ այդ պատասխանատվությունը տալիս է Ռուսաստանին թիրախավորելու հնարավորություն, որովհետև Մոսկվան չունի այդ պատասխանատվությունը բավարար չափով սպասարկելու ռեսուրսներ։ Ահա այս տրամաբանությամբ ձևավորվում է հայ-ռուսական լարվածությունը, որը ինչքան էլ տարօրինակ չհնչի, Ռուսաստանին առավել այսպես պաշտպանված է դարձնում այդ երկրորդ ճակատի տրամաբանությամբ թիրախավորվելու տեսանկյունից։ Իհարկե իրավիճակը շատ սահմանային է, որովհետև դա կարող է բերել Ռուսաստանի Կովկասում դիրքերի բավականին շոշափելի կորստի։ Բայց այսօր իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը ստիպված է Կովկասում խաղալ այդպես եզրային սահմանային տրամաբանությամբ, փորձելով կառավարել իրավիճակը ռազմավարական ռիսկեր չունենալու տեսանկյունից, խաղալով մարտավարական նահանջի տրամաբանության վրա։ Իդեպ այս հանգամանքն է նաև, որ ըստիս որոշակի անվստահություն է առաջացնում նաև Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունում, որը իհարկե քողարկվում է ջերմեռանդ այսպես ռետորաբանության ներքո, բայց այդ անվստահությունը իհարկե կա։ Հայաստանի հանդեպ ռուսական սահմանափակումների ֆոնին շատ խոսվեց եւ քննարկվեց ԵԱՏՄ կենսունակության հարցը առհասարակ որպես կառույց։ Այս առումով դուք ինչ տեսակետ ունեք, որքանով է այն կենսունակ եւ ինչ է տալիս Հայաստանին այդ կառույցին անդամակցությունը։ Այդ կառույցին անդամակցությունը ներկայումս Հայաստանին տալիս է տնտեսական վիճակագրություն, տալիս է միլիարդավոր դոլարներ եւ Հայաստանը այսօր չունի դրա տնտեսական այլընտրանքը, որքան էլ խոսվում է, որ Եվրամիությունը կարող է առաջարկել այլընտրանք։ Եվրամիությունը իհարկե կարող է առաջարկել տասնյակ միլիոնավոր դոլարների աջակցություն, բայց դա տնտեսական այլընտրանք չէ, որովհետեւ դա ըստ էության սոցիալական նպաստի տրամաբանություն ունեցող առաջարկ է եւ աջակցություն է։ Այս տեսանկյունից Եվրասիական միությունը, կրկնեմ, Հայաստանի համար տնտեսական առումով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով ներկայումս չունի այլընտրանք։ Առհասարակ ինչ վերաբերում է Եվրասիական միության հեռանկարներին Հայաստան-Եվրասիական միություն փոխհարաբերությանը եւ նաեւ այս արգելքներին, որ գյուղատնտեսական մթերքի իմաստով սահմանված է, այստեղ կրկնեմ արդեն Հայաստանի տնտեսությունը հայտնվել է առավել այսպես խորքային եւ բազմաշերտ քաղաքական հաշվարկների զոհաբերման, քաղաքական հաշվարկներին զոհաբերվելու տրամաբանության ներքո, եւ սա իհարկե խնդիր է, որը բխում է պաշտոնական Երևանի քաղաքականության սխալներից։ Ինչ սպասել ԵԱՏՄ-ի առումով, այսինքն ԵԱՏՄ ճակատագիրը
ձեզ համար տեսանելի է, որովհետև կարծիքներ կան, որ Ռուսաստանը մեծ ուշադրություն դրան չի դարձնում եւ կառույցը կարող է ի վերջո լուծարվել։ Այդպես է թե ոչ ըստ ձեզ։ Իմ կարծիքով այստեղ խնդիրը ոչ թե լուծարումն է, այլ եվրասիական այդ կառույցները, Ռուսաստանի շուրջ ինտեգրացիոն այդ կառույցները, ես կարծում եմ ենթակա են լինելու առհասարակ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերին։ Հիմա մենք տեսնում ենք, որ արված է այդ դերը պահպանելու եւ ամրագրելու բավականին լուրջ եւ վաբանկ տրամաբանության խաղադրույք, ինչպիսի հաշվարկներ կլինեն եւ ինչպես կարդարանա այդ խաղադրույքը, սրանից է կախված լինելու, թե եվրասիական ինտեգրացիոն այդ ուղղությունները ինչ ճակատագիր կունենան։ Դրանք կքանդվեն, դրանք կտրանսֆորմացվեն ավելի լայն եվրասիական մեխանիզմների։ Ես կարծում եմ այս հարցերը սեղանին են, ընդ որում խոսքը միայն ԵԱՏՄ-ի մասին չէ, այլ նաև օրինակ նույն ՀԱՊԿ-ի մասին։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի արդյունքում միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Նրանց մի մասը հանգրվանել է Հայաստանում, սպասելով, թե երբ է խաղաղություն հաստատվելու Ուկրաինայում։ Թեմային անդրադարձել է իմ գործընկեր Ասպրամ Ավանեսյանը։ Իսկական պատերազմ, պայթյուններ էին, ավերածություններ, առաջին զոհերն էին։ Իմ շատ մոտ ազգականի ծանոթի որդին զոհվեց։ Մեծ սթրես էր։ Ռմբակոծությունների ձայները, զոհերի մասին լուրերը պատերազմից 4 տարի անցել ցավոտ են։ Լարիսայի 2 դուստրերն իրենց ընտանիքների հետ շարունակում են ապրել Ուկրաինայում, իսկ ինքը պատերազմից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվելով շարունակում է ապրել պատերազմի մեջ։ Լարիսան պատերազմից մի քանի ամիս հետո է տեղափոխվել Հայաստան, բնակություն հաստատել Արարատի մարզի Արևաբույր գյուղում։ Ես Վինիցիայի մարզից եմ, իսկ Վինիցիան մարզկենտրոնն է։ Շենքերից մեկում, որը ռմբակոծվում էր, շատ երեխաներ ու խաղաղ բնակիչներ զոհվեցին։ Հենց այդ օրերին պիտի ծննդաբերեր կրտսեր դուստրս։ Դա այնպիսի վախ էր։ Հուլիսի 14-ին ռմբակոծեցին, իսկ հուլիսի 16-ին ծնվեց թոռնիկս։ Ուղիղ պատերազմի ժամանակ, հենց պայթյունների տակ։ Մենք բոլորս սպասում ենք պատերազմի ավարտին, եւ ես կարծում եմ, որ դա կգա, որովհետեւ դժվար է այս ամենը ապրելը, եւ նույնիսկ դժվար է այս մասին խոսելը։ 16-го народився мій внук. Прямо в війну, прямо під, скажімо так, під взривами. Ասում է, ամեն օր աղոթում է Ուկրաինայում եւ ամբողջ աշխարհում խաղաղության համար, կարոտում է տունն ու արտասվում ուկրաինական երաժշտությունից։ Հայաստանի ուկրաինացիները կազմակերպությունը մարդասիրական օգնություն է տրամադրել պատերազմից հետո Հայաստանում ապաստանած Ուկրաինայի քաղաքացիներին, աջակցել մարդկանց հաղթահարելու պատերազմի հոգեբանական հետևանքները, ինտեգրվելու նոր միջավայրին, աշխատանք գտնելու եւ առօրյա բազմաթիվ խնդիրներ լուծելու հարցում։ Є ті, хто приїхав сюди. Կան մարդիկ, որոնք եկել են այստեղ եւ գուցե աշխատանք կամ կացարան չգտնելու պատճառով վերադարձել են Ուկրաինա կամ մեկնել Եվրոպա։ Կան նաեւ հակառակը, նրանք ովքեր այստեղ են եկել Եվրոպայից։ Գիտեք, նույնիսկ աշխատանքը չէ խնդիրը։ Հիմնականում բոլոր ուկրաինացիները ունեն աշխատանք եւ ինչ-որ կերպ գտնում են այն։ Գլխավոր խնդիրը կապված է կացարանի հետ, այն առումով, որ հիմա բնակարանների շուկայական արժեքը շատ բարձր է։ Մյուս հարցը, որով մեզ դիմում են, փաստաթղթերն են։ Մարդկանց իրոք անհրաժեշտ է հասկանալ, ինչպես կարող են վերականգնել դրանք կամ թարմացնել եւ ժարկետն անցել է։ Եվս մեկ խնդիր է լեզուն։ Հայերենը բարդ է։ Եթե հայերեն, ապա նրանց մեծ մասը գիտի հայերեն։ Ուկրաինացիների համար այն բավականին դժվար է։ Մենք այս տարիների ընթացքում նրանց հնարավորություն ենք ընձեռել հայերեն սովորելու։ Протягом цих років вивчати вірменську мову. Ճարաբաստիկ պատերազմը միայն ուկրաինացիների դուրը չի թակել։ Ուկրաինայում ապրող բոլոր ժողովուրդները նրանց հետ միասին արդեն քանի տարի է կրում են պատերազմի ծանր բեռը։ Ну, наразі не так багато українців. Այս բային մեզ մոտ ուկրաինացիները այնքան էլ շատ չեն, շատերը հեռացել են։ Նրանք, ում մենք անվանում ենք ուկրաինացիներ, Ուկրաինայի քաղաքացիներ են, եւ նրանց մեջ կան խառը ընտանիքներ, կան հայեր, որոնք ապրել են Ուկրաինայում, նրանց հարազատները, ինչպես նաեւ հենց ուկրաինական ընտանիքներ։ Մենք մարդկանց չենք առանձնացնում ըստ ազգային պատկանելիության, բայց քանի որ գտնվում ենք Հայաստանում, մեր շահառուների մեծ մասը հայեր են։ Այսօրվա դրությամբ մնացել է ոչ ավելի քան 2000 մարդ, որոնք դիմում են մեզ օգնության համար։ Ընդ որում այն շրջանում, երբ նկատվում էր ամենամեծ ներհոսքը, նրանց թիվը հասնում էր մինչև 8000-ի։ Найбільша кількість їх було до 8000 осіб. Պատերազմի պատճառով Հայաստան է տեղափոխվել նաև Ռոզայի ընտանիքը։ Ռոզան 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո է տեղափոխվել Ուկրաինա, Մարիուպոլ քաղաք։ Այնտեղ ապրել մեծացել է, կրթություն ստացել, ընտանիք է կազմել, երեխաներ ունեցել։ Պատերազմի մասին սարսափով է հիշում։ Գուցե թե 90%-ը մեր քաղաքին ուղղակի ջնջված էր։ Ռուսաստանը արեց ամեն ինչ, որ ջնջեր, պահում էին քաղաքը բլոկադայի մեջ։
հացի խնդիր, ջրի խնդիր, դա շատ շատ դժվար է։ Այդ հացի զրկությունից, ջրի զրկությունից բացի կար նույնիսկ ֆիզիկական մահը, որովհետև 24 ժամ մեր գլխներին պտտում են ռակետները, պտտում են ինքնաթիռները, սամոլյոտները, որոնք որ գցում են ռումբները, 3 տոնանոց ռումբներ, ավիացիոն բոմբերը։ Մենք չկարողացանք այն սկզբից դուրս ելնենք, այն առաջինը շատ վտանգավոր էր, որովհետև մեքենաները մնում են ուղղակի ճանապարհներին, կալոնաները մարդիկ ելնում են, երեխաներով, տատիկներով, պապիկներով ու մնում են ճանապարհներին, իրանք ուղղակի սպանում են նավերից, ծովից, սպանում են մարդկանց։ Ռոզան չի մոռանում իրենց հարևան փրկարար եղբայրներին։ Մեկին ռուսները սպանել են իրենց իսկ շքամուտքի մոտ, մյուսի ճակատագիրը մինչև այսօր անհայտ է։ Ռուս զինվորականները մտնում են տները, ինչ էին մանկալես, ես չգիտեմ, մտել էին տուն, զենքերով, երեխաները տանը, իրանք տարագներն էին ստուգում, այդ էր սարսափելի, այո, իրանք մտնում են բոլոր բնակարանները։ Մեկը մտավ անձնագիրերը ստուգեց, տեսան, որ ասենք ես Հայաստան ծնված եմ, ու հետո իրանք սկսեցին ամուսինս նստած էր խոհանոցում, իրանք ինչ որ բաներ են լրացնում, ու այն մյուսն էլ սկսեց տարագները փոշորել, սենյակ մտավ, որտեղ երեխաները նստած էին, վախեցած սենց զենքով մտել էր տուն։ Ռոզայի երկու երեխաներն արդեն 4 տարի դպրոց են հաճախում հեռավար, միանալով Ուկրաինայում անցկացվող դասերին։ Հայաստանում դպրոց չեն հաճախում։ Ռոզան ասում է, չի ցանկանում, որ երեխաները որևէ առնչություն ունենան ռուսաց լեզվի հետ։ Պատերազմը մարդկանցից խլել է տունը, խաղաղ առօրյան, անցյալը ու ապագայի հանդեպ վստահությունը։ Հայաստանը հազարավոր մարդկանց համար դարձել է ժամանակավոր կամ նոր տուն, բայց նրանց ամենամեծ ցանկությունը մեկն է՝ վերադառնալ այն կյանքին, որը 2022 թվականի փետրվարի 24-ից առաջ էր։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ Հայաստան News, Երևան, Արևաբույր։ Ուկրաինայի պետականության օրվա առթիվ Կիև են ժամանել մի շարք եվրոպական երկրների ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, վերահաստատելով իրենց աջակցությունն Ուկրաինային։ Կիև են այցելել մի շարք եվրոպական երկրների նախագահներ, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նախորդին Կիև էր ժամանել նաև Եվրոպական միության պաշտպանության հարցերով հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը։ Նրա մասնակցությամբ ստորագրվել են համաձայնագրեր, որոնց շնորհիվ Ուկրաինան միանում է Եվրամիության պաշտպանության ոլորտի երկու կարևոր նախաձեռնություններին՝ Եվրոպական պաշտպանության հիմնադրամին եւ Եվրոպական պաշտպանական արդյունաբերության ծրագրին։ Շարունակվում է նաև Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացը, բացելով արտաքին քաղաքականության եւ պաշտպանության ոլորտին նվիրված բանակցային նոր փուլը։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։